Շատ է խոսվում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և հենց եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն ծավալելու անթույլատրելիության մասին։ Սրա շուրջ ըստ էության Հայաստանի հանրության շրջանում կա ըմբռնում, եթե չասենք կոնսենսուս կամ կոնսենսուս մինուս մի քանիսը, բայց այս կետից մեկ ուրիշ հարց է ծագում. արդյոք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է առնչություն ունենա մեր հանրային քաղաքական կյանքին և եթե այո, ինչպիսի առնչություն։ Ես կարծում եմ, որ այո, պետք է ունենա առնչություն և եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները եկեղեցու տարածքում, հայաստանյաց առաքելական եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները և կարող են կողք կողքի լինել մեր ազգային եկեղեցական տոների ժամանակ, կողք կողքի մասնակցել պատարագի, կողք կողքի աղոթք հղել առ Աստված, իրար հետ կողք կողքի հաղորդություն ընդունել և կողք կողքի հաղորդակցվել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Իմ կարծիքով եկեղեցին հենց այսպիսի հանրային դերակատարում պետք է ունենա և նրա առաջնային անելիքը և մտահոգությունը պետք է լինի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետության, իրական կյանքում նրա դավանած արժեքների տարածման հարցը։ Ահա թե ինչպես եմ պատկերացնում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու առնչությունը մեր հանրային քաղաքական կյանքին։